Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք 2026 թվականի սեպտեմբեր ամսվա կանխատեսումների մասին, որոնք վերաբերում են մեր երրորդ հողի նշանի ներկայացուցիչներին, մեր շատ սիրելի աշխատասեր այծ եղջյուրներին։ Սիրելի այծ եղջյուրներ, հուսամ օգոստոսը կարողացել եք բարեհաջող հաղթահարել եւ ազատվել ֆինանսական պարտավորություններից, եւ այստեղ սեպտեմբերը մեզ մոտ սպասվում է շատ դինամիկ, շատ հետաքրքիր, շատ ակտիվ ամիս եւ եթե ունենք կարեւոր գործեր, կարևոր հարցեր, նոր աշխատանքի հետ կապված, նոր մարդկանց հետ կապված, նոր գործընկերների հետ կապված, այդ ամենը կարող ենք պլանավորել սեպտեմբերին։ Իդեպ սեպտեմբերը նաև շատ հաջող ամիս է առողջական հարցերը լուծելու համար։ Նշեմ, որ ձեր գլխավոր մոլորակը Սատուրնն է եւ Սատուրնը ուրեմն մուտք է գործել ձեր 4-րդ ոլորտ եւ այստեղից դեռևս չի պատրաստվում դուրս գալ, այնպես որ սեպտեմբեր ամսվա ընթացքում նույնպես գտնվելու է 4-րդ ոլորտում, ուրեմն Սատուրնը 4-րդ ոլորտից դուրս կգա միայն 2028 թվականի գարնանը, սիրելիներս, այնպես որ ուշադիր ենք լինում հատկապես տան անդամների նկատմամբ, անշարժ գույքի նկատմամբ եւ ընդհանրապես տան մեջ կամ ձեր ծնողների հետ կամ ձեր երեխաների հետ կապված ինչ որ հարցերի շուրջ, որովհետեւ ինչքան էլ որ Սատուրնը ձեր գլխավոր մոլորակն է, ամեն դեպքում Սատուրնը ձեր նշանի հանդեպ այս պահի դրությամբ 90° լարված քառանկյուն է ստեղծում 4-րդ ոլորտից եւ նշանակում է որոշակի լարվածություններ, սահմանափակումներ կարող է առաջացնել ձեր 4-րդ ոլորտում։ Սիրելիներս, հոկտեմբերին ունենալու ենք հետընթաց անձնական մոլորակներ, այստեղ Վեներա մոլորակն է լինելու հետընթաց, ինչպես նաև Մերկուրին, այդ իսկ պատճառով ես հոկտեմբերը եւ նոյեմբերը այնքան էլ հաջող ամիսներ չեմ համարում, այդ իսկ պատճառով ձեզ խորհուրդ եմ տալիս բոլոր կարևոր գործերը ձեռնարկել հենց սեպտեմբերին։ Դե ինչ գնանք ամենասկզբից, հենց սեպտեմբերի 1-ին ունենք որոշակի լարվածություն Մարսի եւ Սատուրնի միջև, նշեցի Սատուրնը ձեր 4-րդ ոլորտում է, իսկ Մարսը ամբողջ ամիս լինելու է ձեր 7-րդ ոլորտում։ Սիրելի այծ եղջյուրներ, փորձեք չվիճել ձեր կողքի մարդկանց հետ կամ եթե անգամ նրանք են փորձում ձեզ հետ վիճել, փորձեք շրջանցել այդ վեճերը, որպեսզի կարողանաք պահպանել դրացիական հարաբերությունները։ Մարսը ընդհանրապես 7-րդ ոլորտում ուրեմն մի փոքր ագրեսիվ է իրեն դրսևորում, այդ իսկ պատճառով սիրելիներս հենց սեպտեմբերի 1-ը կարող է անցնել կոնֆլիկտային ինչ-որ թեմաների շուրջ, որը կարող է կապված լինել կամ ձեր կողակցի, կամ ձեր զուգընկերոջ, կամ ձեր հաճախորդի, կամ ինչու՞ չէ նաև ձեր տան անդամի հետ։ Սեպտեմբերի 10-ին ունենք հետաքրքիր տրանզիտներ, Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր 11-րդ ոլորտ։ Սիրելիներս, Վեներան այստեղ 11-րդ ոլորտում ունենալու է հետընթաց հոկտեմբերի 3-ից սկսած եւ նշանակում է շատ ուշադիր ենք լինում, թե ինչ մարդկանց հետ ենք ծանոթանում սեպտեմբերի 10-ից հետո, որովհետեւ Վեներան այստեղ հետընթաց ունենալով նորից այդ նույն թեմաները արդիականացնելու է մեր կյանքում հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին, նշանակում են խոսակցությունները, այն պայմանավորվածությունները, այն համաձայնությունները, որոնք դուք կունենաք սեպտեմբերի 10-ից հետո, այն նոր մարդիկ, որոնց հետ կծանոթանաք, իսկ Վեներան սիրում է ծանոթացնել, ուրեմն նշանակում է այս բոլորը կրկնվելու է։ Իսկ Վեներան 11-րդ ոլորտում մեզ ապահովում է հաճելի շփումներով։ 11-րդ ոլորտը սա ընկերական միջավայրն է, մեծ կոլեկտիվն է, on-line հարթակն է, այստեղ շատ ակտիվ ենք լինելու ամբողջ ամսվա ընթացքում։ Հենց նույն օրը սեպտեմբերի 10-ին Մերկուրի մոլորակն է տեղափոխվում ձեր 10-րդ ոլորտ։ Նշեմ, որ Մերկուրին շատ արագաշարժ է սեպտեմբերին, որովհետև հոկտեմբերին արդեն պատրաստվում է ունենալ հետընթաց եւ այստեղ հասցնում է միանգամից 2 ոլորտ մուտք գործել։ Ուրեմն Մերկուրին 10-րդ ոլորտում բերում է թեմա, բերում է հաղորդակցություն, բերում է շփումներ կապված ձեր աշխատանքի, ձեր պաշտոնի, ձեր ղեկավարության հետ, միգուցե ձեզանից պաշտոնով կամ տարիքով ավելի բարձր մարդկանց հետ կարող է լինել այդ խոսակցությունները։ Ամենայն դեպս Մերկուրին 10-րդ ոլորտում ձեզ ապահովելու է այն բոլոր անհրաժեշտ գիտելիքներով եւ ուրեմն ինֆորմացիայով, որը ձեզ պետք է թեկուզ աշխատանքի փոփոխության համար։ Նաեւ Մերկուրին նույնպես ձեր կյանք կարող է բերել շատ կարեւոր ճակատագրական մարդու։ Հենց նույն օրը սեպտեմբերի 10-ին Ուրան մոլորակը սկսում է իր հետընթացը։ Սիրելի այծ եղջյուրներ, Ուրան մոլորակը միայն վերջերս 2026 թվականի
Ապրիլի 26-ին մուտք է գործել ձեր 6-րդ ոլորտ եւ այստեղ հավանաբար շատ այցեղջուրներ, որոնք հատկապես ծնվել են նշանի ամենասկզբում, զգացել են, որ աշխատանքի հետ կապված, աշխատանքային պարտականությունների հետ կապված, միգուցե առողջական հարցերի հետ կապված ինչ-ինչ բաներ պլանից դուրս են մնում, այսինքն այնպես չեն ընթանում, ինչպես պետք է։ Սա Ուրան մոլորակի ազդեցությունն է, սիրելիներս, եւ նշանակում է, Ուրանը արդեն սկսում է իր հետընթացը ձեր 6-րդ ոլորտում։ Ուրանի հետընթացի մասին կունենամ առանձին հոլովակ, այն տևելու է մինչև 2027 թվականի փետրվարի 8-ը, սակայն երբ Ուրանը սկսում է իր հետընթացը, այն կանգ է առնում եւ նշանակում է սեպտեմբերի 10-ին եւ 11-ին կարող ենք ունենալ չնախատեսված, չպլանավորած ինչ որ իրավիճակներ, որոնք կապված են կամ հիվանդանոցների հետ, կամ բժիշկների հետ, կամ աշխատանքի հետ, կամ ինչ որ աշխատավայրի գործընկերների հետ, ուրեմն ուշադիր եղեք, որ քանի որ Ուրանի անակնկալները միշտ ապահովագրված չեն, որ նրանք պետք է լինեն դրական։ Սեպտեմբերի 11-ին ունենք նորալուսին։ Այս նորալուսինը տեղի է ունենում ձեր 9-րդ ոլորտում։ Երբ նորալուսին է, նշանակում է նոր մարդիկ, նոր հնարավորություններ, նոր ծրագրեր են մուտք գործում ձեր կյանք։ Իսկ 9-րդ ոլորտը սա ներկայացնում է ուսումնական հաստատությունները, օտար երկրները, ինչու՞ չէ, նաև օտար երկրացիներին, նաև դատական հարցերն է ներկայացնում, պետական հաստատություններն է ներկայացնում, փաստաթղթային հարցերն է ներկայացնում, կրթությունը առհասարակ, դասավանդման process-ները եւ շատ հնարավոր է, որ սեպտեմբերի 11-ից հետո այսպիսի մի իրավիճակ սկսվի ձեր կյանքում։ Օրինակ սեպտեմբերի 11-ից հետո ձեզ աշխատանք առաջարկեն ինչ որ կրթական հաստատությունում, կամ ամսի 11-ից հետո ինչ որ դատական հարցեր առաջանան, կամ ամսի 11-ից հետո օտար երկիր մեկնելու հնարավորություններ ստեղծվեն։ Այսինքն այստեղ 9-րդ ոլորտում բացվում են նոր հնարավորություններ։ Ամսի 14-ը հոյակապ օր է, որովհետև ունենք Մերկուրի Ուրան տրին ասպեկտը, սա շատ լավ եւ աշխատանքային, եւ առողջության հետ կապված, եւ գործնական փոխհարաբերությունների հետ կապված օր է, երբ կարելի է սպասել ամեն դրական փոփոխություն։ Գիտենք, որ Ուրանը անկանխատեսելի է, այսինքն մենք մեզ համար հանգիստ աշխատում ենք եւ մեկ էլ հանկարծ մեր պաշտոնը բարձրացրեցին, կամ այստեղ ֆինանսական լավ գործարքներ կարող եք շատ անակնկալ կերպով կատարել։ Սակայն ամսի 14-ի երեկոյան Սև Լուսինը, Լիլիթը մուտք է գործում ձեր առաջին ոլորտ։ Այստեղ արդեն պետք է շատ զգուշ լինել, սիրելի այցեղջուրներ։ Բացատրեմ, թե ինչու, երբ Սև Լուսինը առաջին ոլորտում է, իսկ այն այստեղ լինելու է սեպտեմբերի 14-ից մինչև 2027 թվականի հունիսի 11-ը։ Նշանակում է, մարդիկ սկսում են բամբասել ձեզանից։ Այսինքն, տեսեք, սովորաբար այցեղջուրները իրենք շատ մեծ շրջապատ չեն ունենում, որովհետև իրենք այնքան էլ էքստրովերտներ չեն, իրենք սիրում են շփվել միայն շատ մոտ, մտերիմ, շատ քիչ թվով մարդկանց հետ, եւ շատ շատերի համար այցեղջուրի կյանքը մնում է վարագույրի տակ, այսինքն նրանք չեն տեսնում, թե այցեղջուրները ինչով են ապրում, ինչքան են ծախսում, ում հետ են շփվում, ինչպես են ապրում։ Եվ նշանակում է շատերի համար դա կարող է դառնալ ինչ որ առանձին թեմա, եւ սեպտեմբերի 14-ից հետո ժամանակ առ ժամանակ կարող եք լսել, որ մարդիկ ձեր մասին այսինչ բաներն են չարախոսում։ Այնպես որ թեթև նայեք դրան, դա Սև Լուսնի ուրեմն ազդեցությունն է։ Կարևորը որ դուք ինքներդ չներքաշվեք բամբասանքի մեջ։ Ամսի 18-ը մեր երևի թե սեպտեմբեր ամսվա միակ բացասական օրն է, լարված օրն է, երբ Մերկուրին Սատուրնի հետ ունի ընդդիմություն։ Սիրելիներս, Մերկուրին 10-րդ ոլորտում է, Սատուրնը 4-րդ ոլորտում է, նշանակում է խուսափում ենք այստեղ ուրեմն կոնֆլիկտային իրավիճակներից, որը կարող է կապված լինել կամ ձեր ղեկավարության հետ, կամ ձեր աշխատավայրում, ձեր գործընկերների հետ, կամ ձեզանից ինչ որ պաշտոնով բարձր մարդու հետ, կամ ձեր տան անդամների հետ, կամ ձեր ծնողների հետ, ուրեմն տեսեք այստեղ ցանկացած թեմա կարող է դառնալ շատ լուրջ կոնֆլիկտ, այնպես որ ամսի 18-ին փորձեք չվիճել եւ լարվածության մեջ չմտնել նշածս մարդկանց հետ։ Դրա փոխարեն ամսի 26-ն է շատ հաջող օր, որովհետև ունենք Արև Պլուտոն ուրեմն տրին ասպեկտը, Պլուտոնը արդեն վաղուց ձեր երկրորդ ֆինանսական դաշտում է եւ այստեղ ձեզ օգնելու է գտնել լավ աշխատանք, կամ այստեղ ֆինանսական հարցերը կարգավորել, կամ եթե բանկային հարցեր ունեք, դրանք շատ արագ կերպով կարգավորել։ Նաեւ ինչի՞ չէ, այստեղ 10-րդ ոլորտում Արևն է, նշանակում է ղեկավարության հետ կապված լավ փոխհարաբերություններ կարող եք ունենալ։
Սակայն նույն օրը ամսի 26-ին ունենք նաև լիալուսին։ Եվ այս լիալուսինը տեղի է ունենում այնտեղ, որտեղ Սատուրն մոլորակն է, ձեր գլխավոր մոլորակն է, այսինքն ձեր 4-րդ ոլորտում։ Նշանակում է ինչ որ մի բան ավարտվում է կապված տան հետ, կապված տան ուրեմն արք ու վաճառքի հետ, միգուցե դուք անշարժ գույք եք վաճառում, միգուցե դուք անշարժ գույք եք գնում, կամ օրինակ ձեր ընտանիքի անդամներից մեկը մեկնում է այլ երկիր ապրելու, կամ միգուցե ձեր ընտանիքի անդամներից մեկի կյանքում շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենում։ Այստեղ այս լիալուսինը նշանակում է, որ ինչ որ մի բան հստակեցվում, պարզեցվում է կապված կամ ձեր տան անդամների հետ, կամ ձեր ապրելու վայրի հետ։ Այնպես որ սիրելիներս, այդ հարցը, որը վերջերս ձեզ տանջում էր, այլևս ամսի 26-ից հետո ձեզ չի տանջելու։ Ամսի 28-ը նույնպես շատ հոյակապ օր է, ունենք Արև-Ուրան տրին ասպեկտը, նշեցի Ուրանը 6-րդ ոլորտում է, եւ ամսի 28-ը նույնպես շատ լավ օր է, ուրեմն կարգավորելու բոլոր աշխատանքային հարցերը, ինչու՞ չէ նաեւ բժշկի գնալու, ինչու՞ չէ նաեւ այստեղ ղեկավարությունից հավելավճար խնդրելու, այսինքն այդ ամենը հնարավոր է դառնում ամսի 28-ին։ Հենց նույն օրը Մարս մոլորակը արդեն լքում է ձեր 7-րդ ոլորտը, եւ այստեղ արդեն կարող եք հանգիստ շունչ քաշել, որովհետև Մարսը տեղափոխվում է 8-րդ ֆինանսական դաշտ, ինչը նշանակում է, որ ամսի 28-ից հետո ամբողջ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների ընթացքում, երբ Մարսը կլինի 8-րդ ոլորտում, այստեղ կտա ձեզ բավականաչափ էներգիա, որպեսզի կարգավորեք ձեր մեծ ֆինանսական խնդիրները, բանկերի հետ կապված հարցը, հիպոթեկը եւ այլն։ Եվ ամիսը վերջանում է ամսի 30-ի Մերկուրիի տրանզիտով, որը արդեն տեղափոխվում է ձեր 11-րդ ոլորտ, սիրելի այծեղջյուրներ, տեսեք, ամսի 10-ին Մերկուրի մուտք գործեց 10-րդ ոլորտ, իսկ ամսի 30-ին ուղիղ 20 օր հետո մուտք գործեց ձեր 11-րդ ոլորտ։ Եվ նշանակում է Մերկուրին 11-րդ ոլորտում, քանի որ ունենալու է հետընթաց հոկտեմբերին, սա նշանակում է, որ այստեղ էլ մենք պետք է շատ ուշադիր լինենք, թե ինչ ընկերների հետ ենք շփվում, թե օնլայն հարթակում ինչ շփումներ ունենք, որովհետև այդ մարդկանց հետ դեռ երկար մենք պետք է ունենանք որոշակի գործընթացներ, որտեղ Մերկուրին բերում է այդ ակտիվ շփումները եւ հատկապես ընկերական միջավայրում ուշադիր եղեք, երբ նոր մարդիկ են հայտնվում ձեր ընկերության մեջ։ Դե այն սիրելիներս, այսքանը սեպտեմբեր ամսվա կանխատեսումների մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ